այս պատերազմում Ուկրաինան նույնիսկ դաշնակիցների աջակցությամբ հաղթել չէր կարող։ Սա ի սկզբանե պարզ էր, որտեղ միջուկային պետության հնարավոր չի հաղթել ուժային այս դիսբալանսի պայմաններում։ Ուղղակի ռեսուրսները Ուկրաինայի չեն ներելու։ Եթե այլ չափանիշներ չնշեմ, միայն մարդկային ռեսուրսի գործոնը բավարար է։ Իհարկե Ուկրաինան կարող էր Մինսկի 1 և 2 համաձայնություններին գնալ, ապահովել իր անվտանգությունը, կասկածի տակ չդնել իր սուբյեկտությունը և այս պատերազմը չբերել իր գլխին։ Տեսեք, եթե Թայվանը գվարի քաղաքականություն, որը ուղիղ հակոտնյա ելներու Չինաստանի շահերին, անխուսափելի կլինի Չինաստանի հարձակումը Թայվանի վրա։ Նույնը վերաբերում է Մեքսիկային, եթե վարի մի քաղաքականություն, որը հակոտնյա է Միացյալ Նահանգների շահերին։ Հետևաբար պետք էր վարել ինքնաբավ արտաքին քաղաքականություն առանց Ռուսաստանի գոյաբանական ռիսկեր ստեղծելու Ռուսաստանի համար։